Ռուսական ռազմական մեկնաբանները ուշադրություն են հրավիրել Central Europe Pipeline System նախագծի վրա, այն ներկայացնելով որպես ՆԱՏՕ-ի կարևորագույն լոգիստիկ ենթակառուցվածք։ Խոսքը բազմահազար կիլոմետր երկարությամբ ստորգետնյա խողովակաշարային ցանցի մասին է, որը ստեղծվել է Սառը պատերազմի տարիներին եւ անցնում է Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի եւ Նիդերլանդների տարածքներով։ Համակարգը նախատեսված է վառելիքի մատակարարում ապահովելու համար, կապելով նավահանգիստներ, պահեստներ, օդային բազաներ եւ այլ ռազմավարական օբյեկտներ։ Լայնածավալ ռազմական հակամարտության դեպքում նման ենթակառուցվածքները տեսականորեն կարող են դիտարկվել որպես կարևոր ռազմական լոգիստիկ հանգույցներ։ Միաժամանակ ընդգծվում է խոսքը վերլուծական գնահատականների մասին է, այլ ոչ թե որևէ պաշտոնապես հայտարարված ռազմական ծրագրի։ Military Watch մագազինը հայտնել է Հայաստանի Su-30 կործանիչները նկատվել են իրանական Յասին տեսակի կառավարվող ավիառումբերով։ Նշվում է, այս պարազինությամբ ինքնաթիռները ցուցադրվել են մայիսի 28-ին Երևանում անցկացված ռազմական շքերթի ընթացքում։ Պարբերականը հիշեցրել է Հայաստանը Ռուսաստանից ստացել էր Su-30 կործանիչներ առանց օդ դասի հրթիռների ամբողջական փաթեթի։ Հրապարակման հեղինակների գնահատմամբ իրանական արտադրության զինամթերքը կարող է դրացնել որոշ մարտական հնարավորություններ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակված տեղեկությունը։ Դոնալդ Թրամփը հերքել այն տեղեկությունները, թե Իրանի հետ քննարկվող համաձայնագիրը չի անդրադառնում միջուկային ծրագրին։ ԱՄՆ նախագահը CNN-ին մեղադրել է կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։ Նրա խոսքով համաձայնագրում հստակ նշված է Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Թրամփը հավելել է, փաստաթղթի մեծ մասը վերաբերում է հենց միջուկային հարցերի կարգավորմանը։ Նա պնդել է, տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Կոլումբիայի նախագահական ընտրությունների քվեարկությունը պաշտոնական տվյալների անցել է խաղաղ պայմաններում։ Ազգային քաղաքացիական գրանցամատյանի ղեկավար Հերնան Պենագոսը հայտարարել է, միլիոնավոր քաղաքացիներ առանց միջադեպերի մասնակցել են քվեարկությանը։ Նա նշել է, նախնական արդյունքները պետք է ներկայացնեն հստակ քաղաքական պատկեր։ Ընտրատեղամասերի փակման արարողության ժամանակ իշխանությունները բարձր են գնահատել ընտրական գործընթացի կազմակերպումը։ Ըստ պաշտոնական գնահատականների, ընտրությունները անցկացվել են կայուն եւ վերահսկելի մթնոլորտում։ BBC-ի հրապարակման համաձայն Իրանը հակամարտության սկզբից ի վեր վնասել է առնվազն 20 ամերիկյան ռազմական օբյեկտ։ Զեկույցը կազմվել է արբանյակային պատկերների եւ տեսանյութերի ուսումնասիրության հիման վրա։ Նշվում է, հարվածներ են հասցվել Մերձավոր Արևելքի 8 երկրներում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։ Հաղորդվում է նաև վնասվել են հակահրթիռային համակարգեր, հետախուզական եւ տանկերային ինքնաթիռներ։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը գնահատել է, գործողությունների ընդհանուր արժեքը կարող է հասնել 29 միլիարդ դոլարի։ Ռումինիայի նախագահ Նիկու Շորդանը հայտարարել է, երկրի տարածքում հայտնաբերված անօդաչուի վերաբերյալ փորձաքննությունը ցույց է տվել դրա ռուսական ծագումը։ Նրա խոսքով բեկորների վրա հայտնաբերվել են կիրիլյան գրառումներ եւ տեխնիկական տարրեր, որոնք համընկնում են գերան երկու տեսակի անօդաչուների բաղադրիչների հետ։ Ռումինական կողմը պնդում է, եզրակացությունը հիմնված է տեխնիկական հետազոտության արդյունքների վրա։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, առանց ամբողջական փորձաքննության հնարավոր չէ վերջնական եզրակացություն անել։ Մոսկվան հայտնել էր, պատրաստ է մասնակցել հետաքննությանը։ CNN-ը հայտնում է, Իրանը կարողացել է վերաբացել 18 ստորգետնյա հրթիռային կայանների մուտքերի մեծ մասը։ Արբանյակային պատկերների վերլուծության համաձայն վերականգնվել է 69 թունելներից 50-ի մուտքը։ Իրանական իշխանություններն նաև վերանորոգել են վնասված ռազմաբազաներ տանող ճանապարհները։ Ավելի վաղ հրապարակված հետախուզական գնահատականներում նշվում էր, որ Թեհրանը պահպանել է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի մոտ 70%-ը։ Պատերազմի հետևանքների վերացման աշխատանքները շարունակում են լայնածավալ տեմպերով։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի կառույցներում ճապոնական անձնակազմի տեղակայումը։ Պաշտոնական Պեկինը հայտարարել է, մտահոգված է Ճապոնիայի ռազմական ակտիվության ընդլայնմամբ։ Չինական կողմի գնահատմամբ նման քայլերը նպաստում են վերառազմականացման գործընթացներին։ Դիվանագետ Լին Ցյանը նշել է, որ դրանք հակասում են Տոկիոյի խաղաղասիրական պարտավորություններին։ Չինաստանը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադիր հետևել զարգացումներին։ Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ տագոր նավթային տանկերի կապիտանը նախնական տվյալներով կարող է լինել Ռուսաստանի քաղաքացի։ Դիվանագիտական առաքելության փոխանցման ֆրանսիական կողմը պաշտոնապես չի տեղեկացրել ռուսական իշխանություններին ձերբակալության մասին։ Դեսպանատունը դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին ճշտելու նավի անձնակազմի վերաբերյալ տեղեկությունները։ Ավելի վաղ Էմանուել Մակրոնը հայտնել էր, Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կանգնեցրել են Ռուսաստանից եկող տագոր տանկերը։ Դեպքի հանգամանքների վերաբերյալ ամբողջական պաշտոնական մանրամասները դեռևս չեն հրապարակվել։
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ծննդյան օրվա առիթով եւ բարեմաղթանքներ հղել։ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին զանգի եւ շնորհավորանքի համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ եւ բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով հանդիպման ձևաչափով։ Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է բավականին էական ու բազմազան, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Դա եղել է մինչև 2018 թվականը, եղել է 2018 թվականից մինչև պատերազմ ու հուսով եմ, որ հիմա էլ կա, նշել է նա։ Տոնոյանի խոսքով Կարապետյանն իր կարողությունների շրջանակում բավական օգտակար է եղել բանակին։ Դատախազը հունիսի 1-ին 2008 թվականի մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարների ՊՊ-ի, ՎԳ-ի, ՀԲ-ի եւ ԼԵ-ի նկատմամբ։ Մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարները ակնհայտ ապօրինի հրաման կատարելով իրենց կողմից արձակված հրամանների հիման վրա միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով օժանդակել են նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած ՄՀ-ի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն։ Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն հիշյալ կուսակցության անդամների եւ նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաեւ տվել ընտրակաշարք, այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Դեպքի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ եւ առութային այլ գործողություններ։ Հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցներ Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան եւ ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը, բացառությամբ ստուգում անցած երկու ընկերությունների գերատեսչության անցկացրած ստուգումների արդյունքները գնահատվել են անբավարար, իսկ մի շարք ձեռնարկություններ հրաժարվել են ստուգումից։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը հայտարարել են վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 28 տարբեր նավեր անցել են Հորմուզի նեղուցով իրենց հետ համակարգմամբ։ Այդ նավերի թվում եղել են ինչպես նավթատար լցանավեր, այնպես էլ առևտրային նավեր։ Հաղորդագրության համաձայն անցումները կատարվել են ԻՀՊԿ ռազմածովային ուժերի վերահսկողության եւ համակարգման ներքո։ Տվյալները ներկայացնում են տարածաշրջան լարվածության եւ նեղուցի շուրջ միջազգային մտահոգությունների ֆոնին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, այն երկրները, որոնք ամեն ինչ անում են պատերազմը շարունակելու համար, իրավունք չունեն խոսելու որևէ կարմիր գծերի մասին։ Նրա հայտարարությունը հնչել է Ռումինիայում անօթաչու թռչող սարքի անկման շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ Պեսկովը պատասխանել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայանի մեղադրանքներին, որոնք ուղղված են Ռուսաստանին։ Նա նշել է, Եվրամիությունը արդեն հատել է այն ամենը, ինչը հնարավոր էր հատել եւ այլևս իմաստ չունի սահմաններ հաշվել։ Կրեմլի ներկայացուցիչը նաեւ պնդել է, բոլոր խնդիրների սկզբնաղբյուրը Ուկրաինա եւ Կիևի գործողություններն են, իսկ մնացած ամեն ինչ դրանց հետևանքն է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը նշանակվել է Սիրիայի եւ Իրաքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ։ Թրամփի խոսքով Բարաքը բացառիկ աշխատանք է կատարել որպես դեսպան եւ շարունակելու է պաշտոնավարել նաեւ Թուրքիայում։ ԱՄՆ նախագահը նշել է, Վաշինգտոնը զարգացնում է ռազմավարական համագործակցությունը Սիրիայի եւ Իրաքի կառավարությունների հետ։ Նրա գնահատմամբ այդ երկրների հետ հարաբերությունները շարունակաբար ամրապնդվում են։ Թրամփը նաեւ ընդգծել է, Թոմ Բարաքը կաշխատի ԱՄՆ պետդեպարտամենտի լիակատար աջակցությամբ եւ արժանանում է բարձր գնահատականների իր ծառայության համար։ Ճապոնիան եւ Հարավային Կորեան 9 տարվա ընդմիջումից հետո վերսկսելու են համատեղ որոնողափրկարարական զորավարժությունները։ Երկու երկրների ռազմածովային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն հունիսի 7-ին։ Կողմերը հայտարարում են, որոշումը կապված է տարածաշրջանային անվտանգության եւ պաշտպանական համակարգման ամրապնդման հետ։ Ռազմական համագործակցությունը փաստացի դադարեցվել էր 2018 թվականի միջադեպից հետո, երբ Տոկիոն մեղադրել էր Սեուլին ճապոնական ինքնաթիռի նկատմամբ կրակի կառավարման ռադար կիրառելու մեջ։ Այժմ կողմերը ոչ միայն կանգնում են զորավարժությունները, այլև քննարկում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ այլ դաշնակիցների հետ պաշտպանական համագործակցության ընդլայնումը։
Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարել Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով։ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է Թել Ավիվի գործողությունները անընդունելի են եւ լուրջ սխալ։ Նրա խոսքով ոչինչ չի կարող արդարացնել ռազմական գործողությունների շարունակումը եւ Լիբանանի տարածքի խորքերը առաջ խաղացումը։ Միաժամանակ Հեզբոլլահը ընդլայնել է իսրայելական բնակավայրերի հրթիռակոծությունները։ Օդային տագնապ է հայտարարվել մի շարք քաղաքներում։ Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոնաթան Վսեևովը հայտարարել է Կրեմլը սրում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, փորձելով արևմուտքը ներքաշել բանակցային ծուղակի մեջ։ Նրա խոսքով 2022-ից Ռուսաստանի ռազմավարությունը հիմնված էր այն հաշվարկի վրա, որ ժամանակը աշխատում է իր օգտին։ Վերջինս նշել է, այժմ, երբ այդ սպասումները չեն արդարանում, Մոսկվան փորձում է փոխել իրավիճակը նոր ճնշումների միջոցով։ Նա նաև պնդել է, այդ քայլերի նպատակն է թույլատնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը։ Էստոնացի պաշտոնյան ընդգծել է, արևմուտքը հասկանում է այդ ռազմավարության իրական նպատակը։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է հարվածներ է հասցրել իրանական ռադարի եւ անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոններին։ Հրամանատարության տվյալներով գործողությունը իրականացվել է ինքնապաշտպանության նպատակով՝ ի պատասխան ամերիկյան MQ-1 անօդաչուի խոցման։ Հրամանատարությունը հայտնել է ոչնչացվել են իրանական հակաօդային պաշտպանության համակարգեր, վերգետնյա կառավարման կայան եւ 2 կամիկազե դրոն։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է պատասխան հարվածի մասին։ Ըստ իրանական կողմի թիրախավորվել է այն ամերիկյան ավիաբազան, որտեղից իրականացվել էր նախորդ հարձակումը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, երկրի ռազմածովային ուժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող Տագոր նավթատար լցանավը։ Նրա խոսքով գործողությունները իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում միջազգային գործընկերների աջակցությամբ եւ ծովային իրավունքի պահպանմամբ։ Մակրոնը նշել է, նավը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ։ Ֆրանսիայի նախագահը պնդել է, նման նավերը շրջանցում են սահմանափակումները եւ նպաստում պատերազմի ֆինանսավորմանը։ Նա նաեւ հայտարարել է, դրանք վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի եւ ծովային անվտանգության համար։ Բլումբերգի տվյալներով Եվրամիությունը քննարկում է ռուսական նավթի գնի սահմանափակման ժամանակավոր չեղարկման կամ սառեցման տարբերակները։ Քննարկումները պայմանավորված են Իրանի շուրջ հակամարտության եւ էներգակիրների գների կտրուկ աճով։ Գործող նախագիծը նախատեսում է, որ Urals նավթի սահմանային գինը ավտոմատ կերպով սահմանվում է շուկայականից 15% ցածր մակարդակում։ Այժմ դիտարկվում է սահմանաչափը ներկայիս մակարդակի վրա պահելու կամ մեխանիզմը մինչև տարեվերջ կասեցնելու տարբերակը։ Աղբյուրների համաձայն այս քայլերը նպատակ ունեն կանխել շուկայի լրացուցիչ ցնցումները։ Քանի դեռ Հայաստանը չի դիմել պաշտոնապես ԵՄ-ին անդամագրվելու համար կամ ԵՄ անդամության տեխնազույգ կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անդրամաբանական է, քանի որ ըստ էության հիմնավորումը չկա։ Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը եւ պատասխանել նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԵԱՏՄ անդամ երկրների մյուս առաջնորդների նամակին, ըստ որի նրանք կոչ են արել Հայաստանի իշխանություններին ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ-ին անդամագրվելու մասին ներպետական հանրաքվե անցկացնել։ Երևանում վաղվանից 5 տրոլեյբուսներ չեն լինի։ Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն գիծ է դուրս բերվել եւ շահագործվում են, այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի էլեկտրատրանսպորտ փակbaşտենտերիական ընկերության տնօրեն Սարգիս Բեջանյանը։ 45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգան, նշել է նա։ Բացահայտվել է Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստությունը պլանավորած անձի ինքնությունը, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի Տոտարերկրյա պետությունում բնակվող ՄՄ առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքական եւ պետական գործունեության կատարման հետ կապված ապօրինաբար կյանքի զրկելու դիտավորությամբ ձեռք են բերել միջոցներ եւ ստեղծել պայմաններ, մասնավորապես ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք եւ դիմակներ, ինչպես նաեւ Հայաստանի վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղի վերաբերյալ հավաքել տեղեկություններ, այդ կերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով եւ դիմակավորված ձայնագրել եւ տարածել են տեսաուղերձ ուղղված Հայաստանի վարչապետին, որի ընթացքում հնչել են սպառնալիքներ։ Անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ այսօր Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական տարանցիկ բեռնափոխադրումը, ըստ հաղորդումների Հայաստան կուղարկվեն 2 վագոն պարարտանյութ, որոնք ճանապարհ կընկնեն Բալաջարի կայարանից դեպի Բյոյուկ Քեսիբ ուղղությամբ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի էներգետիկ 31-րդ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարել է, թե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա արևելք-արևմուտք միջանցքի ևս մեկ ճյուղ, անպայման կկառուցվի։ Մենք բացում ենք նոր տրանսպորտային միջոցներ, ներդրումներ կատարելով երկաթուղային եւ ճանապարհային ենթակառուցվածքներում։ Այն կկառուցվի համաձայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ իմիջև ստորագրված փաստաթղթի, ասել է Ալիևը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ, նշելով, որ Ռուսաստանը եւ Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն եւ հետաքրքրված են դրանց զարգացմամբ, այս մասին հայտնել են Կրեմլից։ Հարգելի Նիկոլ Վովայևիչ, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։ Մեր երկրների եւ ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել եւ մենք շահագրգռված ենք դրանց շարունակական զարգացմամբ, ասված է շնորհավորական ուղերձում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, Չինաստանի արագ ռազմական հզորացումը լուրջ մտահոգության պատճառ է դարձել Վաշինգտոնի համար։ Նա Սինգապուրում անցկացվող Շանգրիլա դիալոգի ժամանակ կոչ է այլ Ասիայի երկրների դաշնակիցներից զգալիորեն մեծացնել պաշտպանական ծախսերը։ Հեքսեթի խոսքով ԱՄՆ-ն ակնկալում է, որ գործընկերները պաշտպանության վրա կծախսեն ՀՆԱ-ի առնվազն 3.5%-ը։ Նա ընդգծել է, Վաշինգտոնը այլևս չի պատրաստվում միայն կրել հարուստ երկրների անվտանգության հիմնական բեռը։ Մեծ գործընկերներ են պետք, ոչ թե պաշտպանյալներ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է մոտորես վերջնական որոշում կկայացնի Իրանի հրադադարի երկարաձգման վերաբերյալ առաջարկվող համաձայնագրի շուրջ։ Խոսքը վերաբերում է ապրիլին հաստատված 60-օրյա հրադադարի հնարավոր երկարաձգմանը, որը պետք է ժամանակ տա մշտական համաձայնության հասնելու համար։ Թրամփը պահանջում է, որ Իրանը հրաժարվի միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից եւ անհապաղ բացի Հորմուզի նեղուցը առանց վճարների եւ սահմանափակումների։ Տեհրանը դեռ չի համաձայնել այդ պահանջներին եւ պնդում է, որ նեղուցի կառավարման հարցը պետք է որոշեն Իրանը եւ Օմանը։ Reuters-ի աղբյուրների համաձայն քաղաքական համաձայնության հասնելու հնարավորությունը մեծացել է։ Շուկաներն արդեն արձագանքել են նավթի գների անկմամբ։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է Դոնալդ Թրամփի Պեկին կատարած այցից հետո ԱՄՆ-ի քաղաքականությունը Թայվանի հարցում մնացել է անփոփոխ։ Նրա խոսքով Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ նախկին մոտեցումներին։ Հեքսեթը նաև ընդգծել է Թայվանին ապագա զենքի վաճառքի վերաբերյալ բոլոր վերջնական որոշումները կայացնում է անձամբ ԱՄՆ նախագահը։ NBC News-ը հայտնել է Իրանի զինված ուժերը ապրիլին հնարավոր է խոցացնեն ամերիկյան F-15-ի Strike Eagle կործանիչը օգտագործելով չինական արտադրության շարժական զենիթահրթիռային համալիր։ Հաղորդվում է ԱՄՆ իշխանությունները շարունակում են հետաքննել ինքնաթիռի կործանման հանգամանքները։ Չինական համալիրի կիրառման վարկածը դիտարկվում է որպես նախնական գնահատական եւ դեռ վերջնական հաստատում չի ստացել։ Միաժամանակ Չինաստանի դեսպանությունը Վաշինգտոնում կտրականապես հերքել է նման սպառազինության փոխանցման մասին մեղադրանքները։ NBC News-ը նշում է, պաշտոնական հետաքննության արդյունքները դեռ չեն հրապարակվել։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է ամերիկյան իշխանությունները սառեցել կամ վերահսկողության տակ են վերցել Իրանի հետ կապված շուրջ $1 միլիարդ կրիպտոակտիվներ։ Նրա խոսքով Իրանի տնտեսությունը գտնում է ծանր վիճակում եւ մոտենում է ճգնաժամային փուլին։ Բեսենթը պնդել է, երկրում աճել է գնաճը, խորացել են սոցիալական ֆինանսական խնդիրները, իսկ իշխանությունները ստիպված են արտակարգ միջոցներ կիրառել։ Նա նաեւ նշել է, Վաշինգտոնը շարունակում է ճնշումը Թեհրանի նկատմամբ բանակցությունների ընթացքին զուգահեռ։ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, քննարկում են տարբեր սցենարներ համաձայնագրից մինչև տնտեսական քաղաքական ճնշման հետագա ուժեղացում։ Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը պատրաստվում են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը անցնելով համատեղ սպառազինության արտադրության։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է, քննարկում է Ջավելին հակատանկային կառավարվող հրթիռների համատեղ արտադրությունը։ Նրա խոսքով Վաշինգտոնը շահագրգռված է ուժեղ Հնդկաստանով, որը կօգնի պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Հեքսեթը նշել է, Հնդկաստանը մեծացնում է իր արդյունաբերական եւ լոգիստիկ հնարավորությունները լուրջ ռազմական գործողությունների համար պատրաստվելու նպատակով։ Նա նաեւ ընդգծել է Նյու Դելհին ակտիվորեն զարգացնում է ռազմածովային ենթակառուցվածքները եւ ամրապնդում համագործակցությունը ԱՄՆ-ի հետ։ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միշմայերը հայտարարել է Ուկրաինան այլևս ի վիճակի չէ վերականգնել կորցրած տարածքները։ Նրա խոսքով Կրիմը, Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաեւ Զապորոժիա եւ Խերսոնի շրջաններն միշտ դուրս են եկել Կիևի վերահսկողությունից։ Միշմայերը պնդել է, որ հակամարտության երկարաձգումը միայն ավելի է վատթարացնում Ուկրաինայի վիճակը։ Նա կոչալ արևմուտքին Ուկրաինային բերել բանակցությունների ստեղանի շուրջ եւ հրաժարվել Ռուսաստանի հետ հետագա էսկալացիայից։ Պրոֆեսորի գնահատմամբ ռուսները ռազմական ճանապարհով հաղթելու հնարավորություն այլևս չկա։ Էստոնիայում ժողովրդագրական ճանապարհը կարող է արմատապես փոխել զինվորական ծառայության համակարգը։ Պաշտպանական ռեսուրսների վարչության պետ Աննա Ռանավեսկին հայտարարել է, որ միայն տղամարդկան զորակոչի մոդելը երկարաժամկետ հեռանկարում այլևս չի աշխատի։ Նրա խոսքով երկրում ամեն տարի ծնվում է ընդամենը 4-ից 5,000 տղա, ինչը բավարար չէ պաշտպանական ծրագրերի պահանջները կատարելու համար։ Վերջինս նշել է, որ մինչև 2040 թվականը խնդիրը կդառնա հատկապես սուր։ Նրա գնահատմամբ կանանց զորակոչը ժամանակի հարց է դարձել։
Գերմանիայում նախորդ օդանավականից մեկը Մյունխենի օդանավակայանը ամբողջությամբ դադարեցրել է աշխատանքը անվտանգության սպառնալիքի պատճառով։ Բիլդի տվյալներով օդաչուները նկատեն կասկածել է թռչող օբյեկտ, որը կարող է լինել անօդաչու թռչող սարք։ Դեպքից հետո երկու թռչուղիներով էլ ամբողջ երթևեկությունը դադարեցվել է։ Տարածքում լայնածավալ գործողություններ սկսվել դաշնային ոստիկանության ստորաբաժանումները, ներգրավվել է նաև ուղղաթիռ։ Իրավապահները շարունակում են հետաքննել միջադեպը եւ որոնել հնարավոր անօրինական ԱԹՍ-ն։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է Միացյալ Նահանգները լիովին պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերսկսել ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Նրա խոսքով ամերիկյան զինված ուժերն ունեն բավարար զինամթերք ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Հեքսեթը նշել է Վաշինգտոնը հավասարակ կշռում է բարձրաժեք սպառազինության զանգվածային զինամթերքի կիրառումը։ Նա վստահեցրել է ռազմական պաշարների առումով իրավիճակը լիովին վերահսկելի է։ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է ԱՄՆ-ն ցանկացած պահի կարող է վերադառնալ ռազմական սցենարին։ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի ծառայողները մայիսի 26-ին ծառայության ժամանակ Կուրգինյան փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են Nissan Magnich-ի մեքենա, որի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել։ Նա թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ։ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա իրացնելու նպատակով ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով։ Նիսանը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Առաջիկայում մեզ սպասում են մեծ իրադարձություններ, առաջինը սահմանազատում, այս մասին Բերթավանում քարոզարշավի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Ուրեմն խաղաղությունը հաստատված է այն հիմքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունն ու սահմանները։ Սա նշանակում է, որ սահմանը լինելու է այն, ինչ Սովետի ժամանակ է եղել Խորհրդային Հայաստանում, ինչ եղել է ճշգրիտ լինելու է նույն սահմանը, նշել է Փաշինյանը։ Նա նշել է, թե սահմանազատման արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ են ուզում են պրոբլեմներ ստեղծեն իրար համար, թե ուզում են իրար հետ պրոբլեմներ լուծել, ապա հավելել է, որ ինքն ունի իր ընկալումը այդ հարցի շուրջ եւ կարծում է, որ Ադրբեջանի ընկալումն էլ է նույնը։ Հիմա այնպես հարցը լուծենք, որ 10 տարի հետո, 50 տարի հետո, 100 տարի հետո մի հատ ծառի, մի հատ թփի համար կոնֆլիկտը չվերաբորբոքվի, ասել է Փաշինյանը։ Ընտրություններում համար 2-ի ներքո ներկայացող բոլորին դեմ եմ կուսակցությունը շարունակել է քարոզարշավը յուրօրինակ ձևով, այս անգամ դիվան քշելու քաղաքական ակցիան իրականացրել Վանաձորում։ Եթե չեք ուզում, որ որևէ քաղաքական գործիչ դիվան քշի, պետք է ընտրեք բոլորին դեմ եմ, նշում են կուսակցության անդամները։ Քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող Իմ քայլը հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առնչությամբ Դանիել Օհաննիսյանի եւ մյուսների կողմից հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ։ Այս մասին հայտնել է Դանիել Օհաննիսյանը։ Հիշեցնենք, որ անկախ դիտորդը խնդիրներ էր արձանագրել քաղաքացիական պայմանագրի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ ասոցացվող Իմ քայլը հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործության հետ։ Հայտարարել էին, որ դիմել են վարչական դատարան պահանջելով Աննա Հակոբյանին պատասխանատվության ենթարկել 15 տարբեր դրվագներով։ Ապրիլի 27-ին Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը բողոքել էր, թե անկախ դիտորդի հայտարարությամբ խախտվել են իր իրավունքները։ Նամակը ստացել ենք, ընդունում ենք ի գիտություն, ասել է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը գազի գնի վերանայման վերաբերյալ Ռուսաստանից ստացված զգուշացման մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ, պահանջելով հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Նա պահանջում է Ալեն Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ որպես զրպարտության համար փոխհատուցում, ինչպես նաև դատական ծախսերը ներառյալ պետական տուրքն ու փաստաբանական վարձատրությունը։ Հայաստանի իշխանությունների կողմից Մայրաթոր Սուրբ Էջմիածնին ներկայացվել են զգալի չափերի հարկային պահանջներ, ներառյալ հարկերը, տույժերն ու տուգանքները։ Խոսքը վերաբերում է ինչպես եկեղեցական մոմերի արտադրության համար օգտագործվող պարաֆինի ավելացված արժեքի հարկին, այնպես էլ Մայրաթորին պատկանող որոշ անշարժ գույքերի հարկային պարտավորություններին։ Տեղեկություն է ստացվել, որ Մաքսանենք ճանապարհով Հայաստան է ներկրվելու առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց, այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։ Մայիսի 26-ին ժամը 20:50-ին Երևան աշտարակ ճանապարհին իրավապահները հայտնաբերել են 44-ամյա տղամարդկանց ձերբակալել եւ Toyota Corolla Magnich-ի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդկանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային տոպրակ, իսկ մյուսի մոտ նույն զանգվածով լցված փաթեթ։
Արթուր Օսիպյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն իրեն անվանել է փախած եւ այդ ձևակերպումը տարածել նաեւ այլ արցախցիների վրա։ Օսիպյանը պահանջել է, որպեսզի Փաշինյանն իր Facebook-յան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ իրենից եւ բոլոր այն արցախցիներից, ովքեր պատերազմից չեն խուսափել եւ պաշտպանել են Արցախը։ Նա հիշեցրել է 10 ամիս գտնվել են շրջափակման մեջ, ենթարկվել ռազմական ագրեսիայի եւ ստիպված լքել Արցախը հազարավոր երեխաների կյանքը փրկելու համար։ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստան ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի քննարկումների հիմնական թեման Հայաստանի ղեկավարության քայլերն են Եվրամիссիոնի հետ մեծացման ուղղությամբ։ Մոսկվայում հայտարարել են Հայաստանի եւ ԵՄ-ի միջև ակտիվացող համագործակցությունը վնասում է ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցությանը։ Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը նշել էր Հայաստանի անցումը ԵՄ չափանիշներին կարող է ստիպել դադարեցնել ինտեգրացիոն գործընթացները ԵԱՏՄ շրջանակներում։ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի եւ Ռոսելխոզնadzորի կողմից 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական երկու կազմակերպությունների MF Export եւ Invest Plus ՍՊ ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Մյուս երկու ընկերությունների, ինչպես նաեւ բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են։ Blue Origin-ի անօթաչու New Glen-ի հրթիռը Ֆլորիդայի մեկնարկային հարթակում փորձարկման ժամանակ պայթել է։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է հրթիռը բռնկվում եւ վերածվում հսկայական հրեգնդի, երկինք բարձրացնելով կրակ եւ ծխություն։ Blue Origin հրթիռը պատրաստվում էր 4-րդ արձակման համար, որը պետք է ուղղեցիր հասցվեին Amazon Leo-ի 48 արբանյակներ։ Միջադեպի պահին արբանյակներ դեռ հրթիռին միացված չեն եղել, պայթյունը լուրջ հետընթաց է Ջեֆ Բեզոսի տիեզերական ծրագրի համար, Elon Musk-ի SpaceX-ի հետ մրցակցության ֆոնին։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հայտնել Լիբանանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր 24 ժամում միջինում 11 երեխա է զոհվել կամ վիրավորվել։ UNICEF-ի տվյալներով 7 օրում ընդհանուր առմամբ 77 երեխա է զոհվել կամ վիրավորվել։ Իսրայելի հարվածները շարունակվել են Լիբանանի հարավում, չնայած հրադադարի առկայությանը։ Հարվածներ են հասցվել քաղաքներին, գյուղերին եւ Բեյրութի հարավային արվարձանին։ UNICEF-ի խոսնակ Ռիկարդո Պիրեշը երեխաների շրջանում զոհերի եւ վիրավորների թիվը որակել է ցնցող։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ժամանակ քաղաքական համաձայնագիր կկնքի սառեցված ԵՄ-միջոցների ազատման վերաբերյալ։ Այդ գումարները սառեցվել են Վիկտոր Օրբանի կառավարության օրոք, օրենքի գերակայության եւ կոռուպցիայի դեմ երաշխիքների հետ կապված մտահոգությունների պատճառով։ Մադյարի խոսքով Բրյուսելի հետ բազմաթիվ հարցերում արդեն համաձայնություն կա։ Հունգարիան փորձում է մինչև օգոստոսի 31-ը բացել 6.5 միլիարդ եվրո դրամաշնորհները եւ 3.9 միլիարդ եվրո արտոնյալ վարկերը։ ԵՄ-միջոցների ազատումը կարևոր երկրի կանգնած տնտեսության եւ լարված պետական բյուջեի համար։ Ճապոնիայում հում նավթի ներմուծումը ապրիլի 1 տարվա համեմատ կրճատվել է գրեթե 66%-ով։ Երկիրը ներմուծել է օրական 850,000 բարել հում նավթ, ինչը 1962 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Ներմուծումը մերձավոր արևելքից նվազել է 68%-ով Իրանի պատերազմի եւ Հորմուզի նեղուցում նավարկության խափանումների պատճառով։ Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից մատակարարումները նվազել են 60%-ով կամ ավելի։ Ճապոնական նավթավերամշակողները ստիպված են եղել կրճատել արտադրական ծավալները նավթի պակասի պատճառով։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունիսի 1-ից 5-ը առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 1-ից 5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ից 2-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով։ Երևանում հունիսի 1-ից 5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։